Ժողովուրդ ջան, այս տարին էլ մոտեցավ ավարտին։ Հեսա մի քանի օր հետո նստելու եք սեղանների շուրջ, բաժակ բարձրացնեք առ այն, որ 2026-ը մեզ միայն առողջություն ու հաջողություն բերի։ Իսկ ես պիտի էլ ինքնեմ ճամփեքն ու քուչեքը, որպեսզի պարզեմ, արձանագրեմ, թե ինչպես է նույն 2026-ը շատերի տներ դժբախտություն բերում, իդեպ իրենց խելքից, ինչա թե թուլություն են դրսևորում ու չափից շատ են կոնծում։ Տեսեք, հիմիկվանից ասում եմ, որ քիչ կխմեք, որովհետև խմած ղեկի նստելը ոչ առողջություն է բերում, ոչ էլ հաջողություն։ Իսկ այսօրվա սյուժեում տեղ գտած դեպքերը, ինչպես նշեց Վայ Ղազարյանը, տարվա ընթացքում ամենատարածված խախտումների ամփոփ նկարագիրն է։ Սկսենք Գեղարքունիքի մարզի Շորժատ ճամբարակ ճանապարհահատվածում կատարվածից։ Տոես գնացքների մասնակցությամբ այնքան վթարներ տվեցինք անցնող տարում, որ տպավորություն էր, թե այս Հայաստանը իրոք դարձել է համաշխարհային տնտեսական լուրջ խաչմերուկ։ Էլ չեմ ասում, որ գնացքների մասնակցության վթարների տխուր վիճակագրությունը արձանագրել են ընդամենը մի քանի գնացք, որոնք ստեղով երթևեկում են։ Բա որ դրանց թիվը շատ լիներ, ստեղ ինչ էր կատարվելու։ Լավ, ինչևէ, գնացքների մասնակցությամբ այս տարվա վերջին արտակարգ պատահարի էությունը հետևյալն էր։ Բեռնատարը դուրս էր եկել ռելսերից, ինչի հետևանքով դատարկ 3 վագոն բախվել են իրար։ Տոլավա բարձված չի եղել, թե չէ հաստատ։ Մարդիկ էսա մի քանի ժամ տանջվել է։ Փտած է այս սաղը որտեվ անձրևը եկել է անընդհատ քանի տարի։ Դե էլի որ այսքանն էլ տասնամյակներ անց մնացել է, էլի լավ է։ Չնայած ինչն է լավ, նման եւս մի քանի պատահար ու պատկան կառույցները կհասկանան, որ առանց լուրջ ներդրումների իրավիճակը չի շտկվի։ Իսկ թե ով այդ ներդրումները կանի, արդեն հարց է։ Ռուսները կարող է պասլած անեն պադալշե, մնում են թուրքերը, բայց դե իրենց փողերը թող իրանց պայն, թշնամուց բան չկա խնդրելու, ինչ որ շատ խորացա աշխարհաքաղաքական պրոցեսների մեջ, ընդամենը ուզում էի ասել, որ եթե շահագործում ես, պետք է տիրություն էլ անես, մնում է ավելացնել, որ Հարավկովկասյան ընկերության ներկայացուցիչները արդեն ձեռնամուխ են եղել դեպքի վայր հատուկ տեխնիկա, այդ թվում վերամբարձ կռուկներ բերելու գործին, որպեսզի ռելսերից դուրս եկած վագոնները շողուլի բերեն, բայց ուշագրավն այն էր, որ երբ արձանագրում էի կատարվածը, մի ուրիշ գնացք էլ զապաս գծերով այդ պահին անցնում էր, շատ հետաքրքիր է։ Երկու սուտկա ստեղ եք, չէ՞լ էլի։ Շատ 3-4 Կասեք, թե անցնող տարում քանի դեպք ենք ներկայացրել բեռնատարների մասնակցությամբ, քանի անգամ ենք ասել, որ բեռնատար վարելը թթութան չի, ամեն մարդու բան չի, հիշեցիք, հիմա հաստատ կասեք, Շամշան ջան, որ մեկը հիշենք, ճիշտ է ժողովուրդ ջան, ես էլ չեմ հիշում, թե քանի նման դեպք ենք ներկայացրել, այս անգամ ճամփա է բռնել Տավուշի մարզ, Բերդ ճամբարակ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետր, չգիտես ոնց, չգիտես ինչու, հնչեղ Շաքման անվան ֆուրը օրը ցերեկով դուրս է գալիս երթևեկելի գոտուց եւ կոաշրջվում։ Բեռնատարը բարձված է շիբինով, ամենայն հավանականությամբ վարորդը ճշգրիտ չի հաշվարկել ծանրությունն ու կլխկոնձի էր տվել, դրա համար եմ ասում, այս անտեր զռլաման քշելն էլ է արվեստ, վարորդը մասնագիտական ունակություններ չուներ, բայց ուներ բախտ, պատմեցին, որ նրան մեքենայից դուրս բերելու համար օպերատիվորեն հասած փրկարարներից 1 ժամ է պահանջվել, որի ընթացքում կիրառվել է հատուկ տեխնիկա, զուգահեռ էլ շտաբօգնության բրիգադն է նրան օգնություն ցուցաբերել, մի խոսքով ասում եմ չէ, որ բախտը դեմից վազել է։ Կապի մի տեղից վեր սոտ չտավերեն։ Ուրցի հոտը գալիս է։ Նենց չի, որ օգնություն ցույց տալու ժամանակ ուրց են հյուրասիրել, դրա համար է հոտ գալիս, ուղղակի այդ բույսն էր աճում, բայց որ վարորդը հիվանդանոցից դուրս գրվի, պետք է պարտադիր շիտակ առերեսվի իրականությանը ու յան տա ֆուր վարելուց, ինչպես նշում են դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ասելով նաև գնա քո համար հանգիստ Յանդեքս քշի էլի, հա քիչ էր մնում մոռանայի, գիտեք
ինչի էին այսքան շատ պարեկներ հասել, որովհետև ահազանգողը չէր նշել, թե Բերդ ճամբարակ ճանապարհի որ հատվածում է տեղի ունեցել վթարը, իսկ այդ ճանապարհը մոտ 50 կիլոմետր երկարություն ունի։ Ահա այսպիսի բաներ։ Անցնող տարում Երևանի քաղաքապետարանի գործունեության մասին բավականին քննարկվեց, էլ ինչ ասես տեղի չունեցավ։ Մեկ նոր-նորքի քաղաքապետարանում բոյ-բես պրավիլ էին կազմակերպել, նույն կռիվները նաև ավտոբուսներում էին պայմանավորված վճարման նոր կարգի հետ։ Օրը մեջ էլ այն երկար գովազդված ավտոբուսներն էին վթարվում։ Մի խոսքով քաղաքապետարանի չինովնիկները տխրելու կամ ձանձրանալու առիթ չունեն։ Վերջնակետն էլ դրեց քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Կամազ մակնիշի աղբատարը։ Մի վիրավորա, չէ՞։ Կեսը յուղա։ Հիմա ոնց չհարցնես, այ ընկեր, դու եկել ես զիբիլը հավաքես, թե հերացի փողոցից դեպի Խանջան փողոցի տունել տանող ճանապարհատվածը զիբիլ սարքես։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը 2:10-ի սահմաններում, թե ոնց է այս կամազի վարորդը հաջողացրել բախվել բետոնե պատնեշին, ապա վերգետնյա կամրջի բետոնեսյանն ու կողաշրջվել միայն ինքն ու Բարսյալը կիմանա։ Փաստն է, որ այդ ժամին մի առանձնապես երթևեկություն չի եղել, ու պետք է շատ ջանք գործադրեիր, որպեսզի այսօրը ընկնեիր։ То կարևորը զոտ չկա։ Այդ բենզին, դիզվառիկ բանա թողում, պապիրոսով գալիք։ Թե ասա ինչ ես նայում էլի, ուզում ես հասկանալ, թե գործընկերոջդ մտքով ինչ է անցել, որ սենց մանևրա կատարել։ Դե են ասա, աշխատավարձ երբ եք ստացել, ասում եմ կարող է ուշացրել են, դրա համար է սենց բան արել, որովհետև կատարվածի տրամաբանական որևէ պատճառ դժվար էր գտնել։ Ավելի լավ է գնա հիվանդանոց, ընկերոջդ տես, մաղթի, որպեսզի 2026-ին ուղեղը հաճախ աշխատացնի ու մայրաքաղաքի մաքրությանը չսպառնա։ Այն անգամ չէր եղել բեռնատարը խեղճ շոֆերը մահացավ։ Մյուս երևույթը, որ անցնող տարում հաճախ են ականատես լինում, եկեղեցիների նկատմամբ ոտնձգություններն են։ Կարծես բոլոր խնդիրները լուծված էին, միայն եկեղեցականներն էին խանգարում։ Վստահ եմ, որ հավատքի նկատմամբ յուրաքանչյուր ոտնձգություն անհետևանք չի մնում, ու խոսքերիս մեջ վաղ թե ուշ կհամոզվեք, բայց աստար միևնույնն է, մնում է։ Ու երբ ինչ-որ մեկը, բարոյական նորմերից զուրկ մեկը, տեսնում է, որ եկեղեցիների նկատմամբ ոտնձգություններ են իրականացվում, ինչ է անում։ Ասում է, բա ես խի չեմ կարող որ, տեսնեք ինչ կա օգտվելու, մենք էլ օգտվենք։ Ստեղից է, հենա։ Ինձ թվում է, էսի մի հոգու բան չի։ Դե հաստատ մի օգ։ Էսի կոտրելա, արա ոնց եք մտնում Աստծո։ Տունը, էլի էս էլ Աստծո տունը։ Այ չես էլ ուզում ես սուրբ տեղը դրանց են ամենավերջին խոսքերն ասես։ 100% ստեղ չլինեի, հիմա ուշումսների զինանոցս բացել էի։ Ստեղ ասելով նկատի ունեմ Արարատի մարզի տափերական գյուղում մատուր դարձած տներից մեկը, որտեղ դեռևս խորհրդային տարիներից հավատավոր հոտը աղոթք է բարձրացրել առ Աստված։ Այս մատուրում եղել են բազմաթիվ սրբապատկերներ, քրիստոնեությունը խորհրդանշող սիմվոլներ, այդ թվում խաչերի հետ Վանից բերված Չարխափան ավետարանը, որը 13-րդ դարի ավետարան է եղել, ու մինչև այսօր տանտերերը այն սերնդես սերունդ փոխանցել են։ Եվ ահա առավոտյան գալիս ու նկատում են, որ մատուրի լուսամուտի երկաթե ճաղավանդակը, որը 4 կողմից եղել է մեխված բետոնե պատի մեջ, կոտրված է։ Վատ բան գուշակելով ընտանիքի անդամները մտել են մատուր, հայտնաբերել, որ այնտեղից հատուկ անկյունում տեղադրված 13-րդ դարի Չարխափան ավետարանը ստահակը կամ ստահակները գողացել են։ Դուք առավոտյան եք նկատել, որ լուսամուտը պոկած ճաղավանդակի։ Ատուանս սկիսաբաց հարացնի։ Հա, մտնի մտան բանը։ Եկ որ առաջ կամ երկու օր առաջ պատկերացի, որ հեշտ բացվեց պատվանը։ Արա դե լոնքից մեզ բացում ասրանք։ Գյուղացիները, որոնց մի մասը հրաժարվեց տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, թե մինչև վերջ չեն հավատում, որ ինչ-որ մեկը կարող է նման սրբապղծություն անի։ Ասենք, եթե մտներ տուն թալաներ, գոմից կով ու ոչխար տաներ, կասենք իր հերն էլ շուն դառնա, բայց որ մտնում ես Աստծո տուն եւ գողություն կատարում սատանի ծնունդ ես, ինչ ասեմ, ժողովուրդ ջան, ինչ տեսնում, այն էլ սովորում են։ Եթե եկեղեցականների վրա ամենաբարձր մակարդակով ձեռք են բարձրացնում, ավետարանն էլ կգողանան էլի։
2025 թվականը պատմության մեջ դեռ երկար կհիշվի, որպես հայ առաքելական եկեղեցու դեմ աննախադեպ ոտնձգությունների տարի, իրական նվեր թշնամուն։ Նժդեի ասած հայ տականքը էլ ոնց հալում։ Թուրքի յաթաղանից փախնում են, բայց ավետարանը Աստծո գրքերը տեղափոխում են։ Ինչ կարող եք ասել, թե 2025-ին ամենահաճախը, որ մակնիշի մեքենաներն էին դառնում վթարի մասնակից։ Իհարկե, իրավացի եք, Opel-ները։ Նրանք այդ հարցում նույնիսկ լուրջ մրցակից չունեն, թեև պարզ է, թե ինչու է այդտենց, որովհետև մեր երկրում ամենաշատը հենց Opel մակնիշի մեքենաներն են, իսկ որքան շատ մեքենա, այնքան վթարի հավանականությունը ավելի մեծ։ Opel-ների մասնակցությամբ ողբերգական երգով երկու դեպք ենք ներկայացնելու։ Առաջինը տեղի ունեցավ մայրաքաղաքում, օրը ցերեկով, 71-ամյա Աշոտը Թևոսյան փողոցում Երևանի քաղաքապետարանի ավտոբուսի պարկի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել ծառին։ Քանի որ, ինչպես արդեն նշեցի, վարորդը 71 տարեկան էր, հավաքվածների, շտաբօգնության բժիշկների ու պարեկների մոտ լուրջ կասկած կար, որ վթարի պատճառը նրա ինքնազգացողության վատացումն էր։ Այո, կյանքի իրավունք ունեցող վարկած, ու երբ նայում ես մեքենայի վիճակը, այսինքն, որ Opel-ի վարորդը բավականին մեծ արագություն է ունեցել, պատկերը ամբողջական է դառնում։ Ասացին, որ փրկարարները նրան մեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա։ Բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, բայց փաստորեն զուր։ Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Իդեպ, այս դեպքը ոչ միայն վկայում է, որ տարվա ընթացքում ամենաշատ վթարված մեքենան Opel-ն է, այլև որ արագություն բացելու հարցում վարորդների խելքը իրանցը չի։ Opel-ի մասնակցությամբ մյուս դեպքը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզում, Չարաբաստիկ, Երևան-Սևան Իջևան ճանապարհին, ոչ միայն 2025-ին, այլև մյուս տարիներին վթարների առատությամբ հայտնի այս ճանապարհին հերթական ողբերգությունը տեղի ունեցավ։ Ժամը 23:40-ի սահմաններում 24-ամյա Կարենը դեպի Սևան ընթանալիս Opel-ով բախվել էր 30-ամյա Ջոնիկի Զիլին, պատկերացնիք չէ, Opel-ը Զիլին, տարբեր քաշային կատեգորիաներ են, ուստի այս պատկերն ընդհանրապես զարմանալի չէր։ Հենց ես վեցերն եմ տեսնում համարանիշներին, անմիջապես սատանային եմ մտաբերում։ Դրա ականջը խուլ, բայց հարգելի վարորդներ, այս 6-ով համարանիշներ վերցնելուց գոնե քիչ մտածեք։ Իսկ այս դեպքում, ինչպես հասկացաք, երկու մեքենաներն էին 6-երով, հարգելի վարորդներ, Աստծո թիվը 7-ն է։ Կարող եք դրանցով վերցնել, կամ չգիտեք 3-ով, այդ 6-երից հեռու մնացեք։ Լավ, սուևեռնի բաներից անցնենք ու ասեմ, որ նայելով Opel-ի ներսն ու դուրսը, պարզ էր դառնում, որ այստեղ առանց ողբերգության հնարավոր չէր։ Թեև սկզբում լրիվ ուրիշ բան էր ասվում, ասեմ, թե ինչ նկատի ունեմ։ Նայ միջը որտե հասել է։ Նայ հարվածը ստեղել է։ Վթարից հետո Opel-ի վարորդին օգնության հասած քաղաքացիներն ու պարեկները նրան պարեկային ծառայության ավտոմեքենայով արագ տեղափոխել են Սևան բժշկական կենտրոն, ինչը հույս էր ներշնչում, որ ողջ կմնա, սակայն մինչև կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Ախր ես չեմ հասկանում, ոնց կարելի է առջևից չնկատել այս զռլաման։ Մտածում եմ, կամ վարորդի աչքն է կպած եղել, կամ ինչ որ բանով զբաղված է եղել, ասենք բջջայինով խոսելով։ Մի խոսքով, թող իրավապանները պարզեն։ Իսկ ես հերթական անգամ համոզվեցի, թե ինչ վտանգավոր է նման ճանապարհներին գիշերային երթևեկը։ 2025-ին քանի մեքենաների վարորդներ մահացան գիշերային երթևեկի առանձնահատկությունները հաշվի չառնելով։ Հետաքրքիր է, բեռնատարի հետևի լուսերը վառվել է։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։